Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ահագնացել են քաղաքական ճնշումները։ Անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ, եւ դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու եւ երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայաստանյաց առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ եւ ծառայողներ։ Այս պահին կալանավորված է 3 հոգևոր թեմի առաջնորդ եւ ընդամենը մի քանի օր առաջ 4-րդ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նույնպես ազատության սահմանափակում է։ Քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ եւ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավականիներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այս մարդիկ կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար։ Այս մարդիկ ձերբակալվել, կալանավորվել են, որովհետեւ կանգնած են պետական շահերի պաշտպանության դիրքում։ Այս մարդիկ կալանավորվել են ազատ խոսքի համար, կալանավորվել են, որովհետեւ պատրաստ են պաշտպանել եկեղեցին եւ մեր ազգային արժեքները։ Կալանավորվել են, որովհետեւ համաձայն չեն այս իշխանությունների վարած քաղաքականության հետ եւ ընդվզել են դրա դեմ։ Նրանց նկատմամբ առկա է խտրական եւ տարբերակված մոտեցում եւ հետեւաբար վերջիններս հանդիսանում են ԵԽԽՎ 2012 թվականի 19:00 բանաձևով նախատեսված չափանիշների համապատասխան քաղբանտարկյալ։ Ուստի այս հայտարարությամբ արձանագրում ենք, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային, այդ թվում ԵԽ-ի անդամ պետությունների պարտավորություններին։ Փաստում ենք, որ տեղի ունեցողը անմիջականորեն հրահրվում եւ ուղղորդվում է, համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից։ Լիակատար համերաշխություն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղաքալատյալներին եւ նրանց ընտանիքներին։ Պահանջում ենք դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։ Պահանջում ենք մարդու իրավունքների պաշտպանից հստակ գնահատականներ քաղբանտարկյալների հետապնդումների առնչությամբ, հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը եւ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն։ Շնորհակալություն։ Ձայնը տրվում է նախագծի հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Համեցեք, պարոն Վարդանյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Վարդանյան, մենք տակավին վերջերս ենք վերադարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստից։ Դուք անընդհատ եւ նախագծում եւ ընդհանրապես խոսույթում հողում եք կատարում ԵԽԽՎ բանաձևում արտահայտված դիրքորոշմանը քաղբանտարկյալների վերաբերյալ։ Ես վերահաստատում եմ բանաձևում արտահայտված դիրքորոշումը։ Իմ մոտ հարց է առաջանում, որը մենք հնչեցրել ենք հանձնաժողովի նիստում, որպեսզի այդ բանաձևը կիրառելի լինի որևիցե փաստի նկատմամբ, որևիցե միջազգային կառույց ենթադրում է նախ եւ առաջ ԵԽԽՎ-ն գոնե համարժեք պատասխան պետք է տար։ Որևիցե պատասխան, որևիցե դիտարկում, որևիցե մեկնաբանություն, որևիցե հարցադրում Հայաստանում առերևույթ, որևիցե անձի քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ չի արվել։ Եվ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկելու ժամանակ ձեզ բազմիցս տրվել է հետևյալ հարցը. ձեզ մոտ ձեր կողմից ներկայացված նախագծում չկա որևիցե կապ դատողությունների եւ դրանց ներքո դրված փաստերի կամ միջազգային կազմակերպությունների գնահատականների միջև։ Իսկ հիմա եկեք շատ ավելի անկեղծ լինենք։ Հարգելի գործընկերներ, սա որերորդ դեպքն է, երբ մեր գործընկերները ներկայացնում են ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի նպատակը ոչ թե այդ հայտարարության ընդունումն է, այլ գործընթացը, մասնավորապես լսումների կազմակերպումը։
Եվ ես բազմիցս դիմել եմ նաև իմ գործընկերներին, այդ թվում ձեզ, մեր ընդդիմադիր գործընկերներին, որ գուցե ազգային ժողովի կանոնակարգ օրենքում պետք է փոփոխություն կատարվի եւ պարզապես խմբակցությանը հնարավորություն տրվի լսումներ կազմակերպվի նստաշրջանի ընթացքում սահմանված թվով, առանց որևիցե նախագիծ ներկայացնելու, որովհետեւ դուք գեներացնում եք արհեստական տրաֆիկ ազգային ժողովում, արհեստական քննարկումներ եւ Տիկին Վարդանյան, դուք իրոք մտածում եք, որ այս կարգի հայտարարությունը կարող է ընդունվի ազգային ժողովում։ Ազգային ժողովում նման հայտարարության ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտոնական կարգի գլխավոր դատախազը, պաշտոնական կարգի դատավորներ, գործընթացներ սկսեն իրավական ամբողջ պետաիրավական համակարգում։ Եվ վերջին հարցը, ինչի հետ համաձայն չէ պետաիրավական հանձնաժողովը, ինչպես արդեն նշեցի, չկային որևիցե քաղաքական կապ փաստերի եւ ձեր կողմից կոչած դատողությունների միջև եւ ամենակարևորը դուք իրոք փորձում եք հավասարության նշան դնեք օրինակ Հայաստանի եւ ցանկացած այլ ավտորիտար պետությունների միջև, որոնցում կան հազարավոր քաղբանտարկյալներ եւ հավասարության նշանը այդուհանդերձ ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ էլ որևիցե մեկին պատիվ չի բերում։ Բայց սա ինչ վերաբերում էր մեր դիտարկումներին, պետաերական հարցերի մշտական հանձնաժողովը վերնշված հիմնավորումներով եւ այլ հիմնավորումներ վրացային արձանագրության մեջ բացասական եզրակացություն տվել նախագծին շնորհակալություն։ Շնորհակալություն։ Քվեարկությանը դրվում Հայաստանի Հանրապետությունում արկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը վարման կարգով Հայկ Կոնջորյան, համեցեք պարոն Կոնջորյան։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն, քվեարկություն։ Կողմ 21, դեմ 52, ձեռնպահ 1, որոշումը չի ընդունվել։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ մտքերի փոխանակության համար հերթագրվել հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ չկան, մտքերի փոխանակությունը այսպիսով ավարտվեց։ Ձայնը տրվում է պարոն Սիմոնյանին ազգային ժողովի 2026 թվականի փետրվարի 10-ին գումարվող հերթական լիստերի օրակարգը ներկայացնելու համար։ Համեցեք պարոն Սիմոնյան։ Հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի 2026 թվականի փետրվարի 10-ին գումարվող հերթական լիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 7 հարց կա։ Դրանք հերթական լիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում 22 նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 9-ին նիստում քննարկել է այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման, հաջորդականության հետ կապված առաջարկները եւ քվեարկությամբ հաստատել է դրանք։ Հարգելի պատգամավորներ, գլխադասային հանձնաժողովներ առաջարկել են կառավարության ներկայացրած խաղային եւ խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով, այն է նախագծի փաթեթների երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Հարգելի պատգամավորներ, Հայաստան խմբակցությունը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի որոշման նախագիծը ներկայացրելուց խմբակցության հիմնական զեկուցողից հետո հարակից զեկուցմամբ հանդես է գալիս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։ Տեղեկացնեմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի համաձայն հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման։
Հարգելի գործընկերներ, հերթական նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ պարոն Սիմոնյանին հարց ուղղելու համար խնդրում եմ հերթագրվել հերթագրում։ Լավ, մի հարցեր եմ իմանում, գրանցվել է։ Հերթագրված պատգամավորներ չկան, մտքերի փոխանակության համար գրանցում։ Հերթագրված պատգամավորներ չկան, ձայնը տրվում է պարոն Սիմոնյանին։ Քվեարկության է դրվում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը վարման կարգով Հայկ Կոնջորյան համեցեք։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կողմ կքվեարկի այս հարցին։ Քվեարկություն։ Տեսնում եք, հետո ասում եք ընդդիմության հետ չենք քվեարկում։ Կապրենք կտեսնենք, կողմ 74 դեմ 0 ձեռնպահ 2 որոշում ընդունվել է։ Քվեարկությանը դրվում ազգային ժողովի 2026 թվականի փետրվարի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը երկրորդ բաժին ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Դահլիճում լռություն։ Դահլիճում լռություն, դահլիճում լռություն, կողմ 59 դեմ 0 ձեռնպահ 17 որոշում ընդունվել է, նիստերի օրակարգը հաստատվեց, կարող ենք սկսել աշխատանքները։ Պարոն Ռուբինյան, խնդրում եմ բարեք։ Հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության ներկայացրած հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում դրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անձի